Ավելի քան 12 ամիս չվճարված աշխատավարձերը ստանալուց 3 ամիս անց նայրիցիները նորից ցույց են կազմակերպել նախագահի նստավայրի առջև։ Նրանք պահանջում են վերագործարկել գործարանը եւ վճարել իրենց ուշացած աշխատավարձերի տույժերը։ Նախորդ 5 շաբթի մենք նախաձեռնել էինք ստորագրահավաք 2 նամակների տակ։ 2 նամակներից մեկը վերաբերում է նայիրի վերագործարկմանը եւ մենք դիմում ենք նախագահին, որպեսզի նա իր վերահսկողության տակ վերցնի կոնկրետ այդ խնդիրը եւ հիշեցնեմ ինչու, որովհետեւ նայիրիտի ամեն օրը, ամեն ամիսը նշանակում է նայիրիտի վերագործարկման հույսի նվազում։ Նայիրիտը ինչքան երկար է կանգնած մնում, այնքան իր խնդիրներն ավելանում են։ Երկրորդ նամակը, եթե հիշում եք, մենք օգոստոսի 1-ին ամբողջ նայիրիտի անձնակազմը ստացավ իր աշխատավարձը, պարտքը աշխատավարձի, մայր գումարը, տուժերի տուգանքների մասով մեզ ստիպեցին ստորագրել մի պայմանագիր, որով մենք մեր իրավունքը փոխանցեցինք այլ կազմակերպության, տուժ տուգանք ստանալու իրավունքը փոխանցեցինք այլ կազմակերպության։ Ըստ էության կարծես թե ամեն ինչ նորմալ է, պայմանագիրը մենք էլ ստորագրել ենք, բայց պետք է հիշեք իրավիճակը, որ մենք դա ստորագրել ենք ուղղակի անելանելիությունից ելնելով, այդ պահին մարդիկ լուրջ կենցաղային խնդիրներ ունեին, ուղղակի ապրելու խնդիր ունեին եւ ցանկացած պայմանագիրել այդ պահին կարող էին ստորագրել եւ պատրաստ էին ստորագրել միայն թե որոշակի գումար ստանան իրենց տարական կենցաղային հոգսերը հոգալու համար։ Կան ուժի մեջ մտած վճիռը, համաձայն որի իրենք պետք է իրենց աշխատավարձը ստանային տուժերով եւ տուգանքներով։ Այդ վճիռներով հանդերձ մարդիկ եկել են իրենց աշխատավարձը ստանալու, իրենց պարտադրվել է ստորագրել տուժերից եւ տուգանքներից հրաժարվելու պայմանագիր եւ վճարվել է միայն մայր գումարը, աշխատավարձի գումարը։ Այսինքն դատական վճիռը իրականում անտեսվել է։ Նայիրիտի արդեն նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանի խոսքով կան կազմակերպություններ, որոնք շահագրգռված են ֆինանսավորել Նայիրիտը։ Ջեյկոբս կազմակերպությունը, որը աուդիտ անցկացրել է համաշխարհային բանկի պատվերով, անցկացրել նաև եւս 2 աուդիտ նույն կազմակերպությունը եւ այդ նույն կազմակերպությունը դրական պատասխանատվեր նպատակահարմարություններ նշել է։ Արդեն 5 տարի է, ինչ Նայիրիտ գործարանը չի գործում։ 2015-ի փետրվարի 6-ին 1700 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Աշխատակիցները պարբերաբար ցույցեր էին կազմակերպում նախագահական նստավայրի դիմաց։ Ամիսների պայքարից հետո օգոստոսի 3-ին աշխատակիցներին փոխանցվեցին 12-ից 18 ամիս չվճարված աշխատավարձերը։